Անշարժ գույքի շուկան փաստերով։ Բարև ձեզ, ես Լևոն Կոստանյանն եմ, անշարժ գույքի և գնահատման փորձագետ։ Այստեղ ուսումնասիրում ենք անշարժ գույքի շուկան փաստարկված տվյալներով։ Եվ այս հարցում մեզ կօգնի Cost Consult ընկերության գնահատման մասնագիտացված ծրագիրը, որտեղ արտացոլված են վերջին տասնամյակի լավագույն որակյալ տվյալները և կփորձենք միասին այդ տվյալների հիման վրա հասկանալ շուկայի գնային կառուցվածքը և ըստ օբյեկտների տեսակների և անշարժ գույքի նշանակության հասկանալ ինչ իրավիճակ է այսօր անշարժ գույքի շուկայում և ինչ փոփոխություններ են տեղի ունեցել վերջին տարիների ընթացքում։ Так, поехали. Всё, լավ, արդեն բացվել եմ։ Բնակավայրը, որ միասին պետք է ուսումնասիրենք, դա առինջ համայնքն է, որը ևս ըստ հողամասերի գնային գոտիների կբաժանենք 3 հիմնական հատվածների՝ ցածր, միջին և բարձր։ Ամենացածր միջակայքը համայնքի սահմանային հատվածներն է, ոչ այդքան ենթակառուցվածքներով հագեցած։ Այստեղ դիտարկվում է 75-ից մինչև $120 գնային սահմանը։ Միջանկյալ գնային սահմանը առինջ համայնքի դա այն հատվածներն են, որտեղ հողամասերը տատանվում են 1 քառակուսի մետրի համար 110-ից 120, $130 գնային սահմանում։ Եվ բարձր գնային միջակայքը տնամերձ հողամասերի համար այստեղ տատանվում է 130-ից և կարող է հասնել մինչև $220 համայնքի կենտրոնական փողոցներին հարող հատվածներին, ինչպես նաև Ավան համայնքին առավել մոտ տեղակայված հողամասերի համար։ Օքեյ, поехали։ Մյուս համայնքները, որ կցանկանայի միասին վերլուծենք, դա Ձորախբյուր և Ջրվեժ համայնքներն են, որտեղ ևս կփորձենք միասնական վերլուծել հողամասերի գնային սահմանները, քանի որ միմյանց հարող համայնքներ են, բնակավայրեր են և այստեղ նույնպես հողամասերի գնային իրավիճակը և շուկան համարժեք են և փորձենք բաժանել տվյալ համայնքները ևս 3 գնային սահմանների։ Ամենացածր միջակայքը, որը որ Ջրվեժ և Ձորախբյուր համայնքում ունենք մենք և տվյալների ուսումնասիրության արդյունքում արձանագրում ենք, դա 25-ից մինչև $45 միջակայքն է, որը համայնքների սահմանային հատվածներ, ամառանոցային այն հատվածները, որտեղ ունենք կոմունիկացիաների, մասնավորապես ջրի խնդիր։ Երկրորդ միջանկյալ հատվածը, որը որ արդեն իսկ ավելի տեղակայման բարենպաստ հատվածներ են թե կառուցապատման, թե ենթակառուցվածքների առումով, դա երկրորդ միջակայքն է և եթե նայենք թե Ձորախբյուր գյուղում, թե ամառանոցային հատվածում Ջրվեժի և Ձորախբյուրի, այստեղ ունենք գնային սահման 45-ից $85, որը որ 1 քառակուսի մետրի համար է հողամասերի արձանագրված և այստեղ ունենք արդեն կենտրոնական փողոցներին մոտ հատվածներ, ինչպես նաև Երևանամերձ տեղակայմամբ հողամասեր, որոնց գնային սահմանը արդեն 85-ից $130 է 1 քառակուսի մետրի տնամերձ հողամասերի համար։ Վերլուծությունը կներկայացնեմ որպես Շարունակելով վերլուծել Երևանի սահմանային հատվածում գտնվող համայնքների բնակավայրերի հողամասերը, կցանկանամ միասին վերլուծենք ևս մի ուղղություն, մասնավորապես Նոր Խարբերդ և Այնթափ բնակավայրերը, որտեղ ևս վերջի տարիների ընթացքում ունեցել ենք ակնհայտ արժևորում, որոշ հատվածներում հողամասերի գները աստեղ եռապատվել և քառապատվել են վերջին մի քանի տարիների ընթացքում։
Եթե վերլուծենք տվյալները, այս համայնքը եւս այնթափ նոր Խարբերդ եւ Խարբերդ համայնքները կարելի է վերլուծել որպես 3 գնային հողային գոտիներ։ Ցածր գնային գոտում տեղակայված են Խարբերդի ամառանոցային հատվածի եւ կենտրոնական Երևան Արտաշատ խճուղուց հեռու տեղակայված Խարբերդի հատվածները, որը մենք կանվանենք ցածր գնային գոտի, եւ եթե տեսնենք առաջարկի եւ վաճառքի տվյալները, այստեղ ունեցել ենք վերջի տարվա ընթացքում 16-ից մինչև $35 մեկ քառակուսի մետրի հողամասի համար գին։ Միջին գնային գոտին այս համայնքների Այնթափ եւ Նոր Խարբերդ դա հիմնականում գյուղերի կենտրոնական հատվածներում եւ խճուղուն Արտաշատ խճուղուն Երևան կապող մայրուղուն ավելի մոտ տեղակայված հողամասերն են։ Այ երկրորդ գնային գոտում մենք ունենք միջին գին 1 քառակուսի մետրի հողամասերի համար $35-ից $50, որը այսօր եւս պահպանվում է եւ շարունակական աճի տենդենց այստեղ նկատվում է։ Եվ եթե վերլուծենք բարձր գնային գոտին հողամասերի այս համայնքներում, այստեղ դրանք 1 քառակուսի մետրի համար այսօր տատանվում են 50-ից մինչև հասնում են նույնիսկ $80 քառակուսի մետրի համար։ Փաստորեն այս համայնքներում մենք ունենք 3 հիմնական գնային գոտիներ հողամասերի համար՝ ցածր, միջին եւ բարձր։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ ըստ մեր արձանագրված տվյալների ցածր գնային գոտում 1 քառակուսի մետրը տատանվում է 16-ից $35, միջին գնային գոտում 35-ից 50 եւ բարձր գնային գոտում ունենք 50-ից մինչեւ $80 գնային սահման։ Մյուս համայնքը, որին կանդրադառնանք, դա Նորաբաց համայնքն է, որը հարում է ներքին Չարբախին եւ այստեղ նույնպես վերջի տարիներին գրանցվել է հողամասերի գների էական աճ։ Այստեղ մենք ունենք արձանագրված 1 քառակուսի մետրի համար հողամասի գնային սահման, որը վերջի տարվա ընթացքում տատանվել է 30-ից եւ հասել է որոշ հատվածներում մինչեւ $70-ի։ Համայնքի կենտրոնական հատվածներում մենք գրանցել ենք առավել բարձր գներ եւ առաջարկները սահմանային հատվածում համայնքի ավելի ցածր են, որտեղ ունենք նաեւ $30, $25 հողամասերի գներ։ Մյուս ուղղությունը, որը կցանկանայի միասին վերլուծեինք, դա դեպի Էջմիածին ուղղությունն է, որտեղ կվերլուծենք 3 հիմնական համայնքներ, որոնք կդիտարկենք մեկ գնային գոտում։ Դա Արգավանդ, Թայրև եւ Փարաքյար համայնքներն են, որտեղ եւս վերջի տարիներին ունեցել ենք էական գնաճ հողամասերի, որը կազմել է որոշ հատվածներում 100, 200 եւ նույնիսկ 300% հողամասերի համար։ Այստեղ գնային գոտիները կբաժանենք հողամասերի համար 3 հիմնական միջակայքերի՝ ցածր, միջին եւ բարձր։ Բարձր գնային գոտում հիմնականում այն տեղադիրքերն են, որոնք մոտ են ծովակալ Իսակով պողոտային, ինչպես նաև դեպի օդանավակայան ճանապարհին են հարում, լավ Փարաքյարի այդ հատվածը եւ համայնքների կենտրոնական հատվածների եւ կենտրոնական փողոցների վրա են տեղակայված։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ այստեղ խոսում ենք բացառապես տնամերձ հողամասերի մասին եւ չենք դիտարկում հասարակական նշանակության եւ օգտագործման ենթակա հողամասերը։ Այսինքն խոսքը գնում է 500 քառակուսի մետրից մինչեւ 1500-1600 քառակուսի մետր բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասերը։ Եթե դիտարկենք տվյալները, այս գոտում կտեսնենք, որ համայնքների հեռավոր հատվածներում, որտեղ ենթակառուցվածքները դեռ այդքան զարգացած չեն, ունենք ցածր գնային գոտի, մասնավորապես դա Փարաքարի մասին է խոսքը,
որտեղ ունենք դեռ տնամերձ հողամասեր, որոնց 1 քառակուսի մետրի գինը տատանվում է 35-ից 50 դոլարի սահմանում։ Եթե դիտարկենք միջին գնային գոտին, որը առավել գրավիչ դիրքադրությամբ հողամասերն են, ստեղ ունենք գնային սահման 50-ից արդեն 80 դոլար գնային սահմանը, որը ենթադրում է ավելի բարեկարգ եւ ավելի զարգացած ենթակառուցվածքներ։ Ինչպես նաեւ բարձր գնային գոտին այս հատվածում ներառում է 80-ից մինչև 140 դոլար 1 քառակուսի հողամասի համար գնային սահմանը, даже 65-ից։ Մյուս ուղղությունը ժամացույցի սլաքի ուղղությամբ, որը հարում է Երևան քաղաքին, դա Մերձավան համայնքն է, որը կցանկանա եւս վերլուծենք միասին, որովհետեւ այստեղ նույնպես հողամասերը արժևորվել են վերջի ժամանակահատվածում։ Այստեղ հողամասերի համար տնամերձ ձևավորվում է 28-ից մինչև 65 դոլար գնային սահման 1 քառակուսի մետր հողամասերի համար, բնականաբար վերջինս պայմանավորված է կենտրոնական փողոցին հեռավորությամբ հողամասերի եւ տեղադիրքերով։ Մյուս հանդիպումներին միասին կվերլուծենք տարատեսակ անշարժ գույքի այլ օբյեկտներ Հայաստանի տարբեր քաղաքներում եւ համայնքներում, ինչպես նաեւ փաստարկված տվյալներով կփորձենք հասկանալ իրական գնագոյացումը եւ անշարժ գույքի շուկան, թերևս այսքանը, մինչ հանդիպում։